եկամուտի հիման վրա են քեզ տալիս այդ 100,000-ավոր դոլարները որպես վարկի Այո։ տեսքով, հա։ Որպես student ինչի հիման վրա քեզ պետքա տան։ Եթե ավարտել ես 1 տարի առաջ եւ ունես դիպլոմ ու քեզ պետքա 2 տարվա աշխատանք, Ահա։ բանկերը թույլ են տալիս օգտվել 1 տարվա եկամուտով եւ օգտագործել քո սովորած տարիները, բայց պետքա ցույց տաս քո ավարտած արդեն դիպլոման։ Եվ ամեն դեպքում եկամուտ։ Այո։ Մեր ջան, շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալում ես ինձ, շնորհակալություն, որ ընդունել ես իմ հրավերքը, ուզում եմ քեզ ներկայացնել, դու Մերին ես Մաթևոսյան, ով հիմնականում զբաղվում է loan ծրագրերով, loan officer ես եւ ժամանակ առ ժամանակ նաեւ real estate developer ես։ Այսօր մի քանի հարց է ինձ մոտ հավաքվել, որոնք առաջացել են թե իմ ընկերների շուրջ, թե իմ հաճախորդների, ոմանց հետաքրքրում է արդյոք կապ ունի իրենց իմիգրացիոն ստատուսը, որպեսզի կարողանան դիմել վարկերի, թե դա կլինի բանկերից, թե ֆինանսական հաստատություններից, որի հիման վրա էլ կկարողանան արդեն ձևակերպել վարկը եւ գնել ցանկալի տունը կամ ինչ-որ ոչ բնակելի տարածք բիզնեսի նպատակով։ Այո, գոյություն են ծրագրեր, որոնք վերաբերում են եւ քաղաքացիներին, եւ green card holder-ներին, եւ մարդկանց, ովքեր օրինապես այս երկրում են ու ունեն ենթադրենք 2 տարվա աշխատանքի իրավունք։ Այո։ Գոյություն են ծրագրեր, որոնք վերաբերվում են տուրիստներին, ովքեր ունեն I-94 վիզաները։ Ահա։ Միակ բացառությունը անօրինական այստեղ գտնվող մարդկանց հետ է կապված։ Հա, անօրինական նկատի ունենք այն անձինք, ովքեր անցել են ոչ օրինական ճանապարհով, չգիտեմ, թունելներով, չեն մուտք գործել երկիր եւ չունեն բնականաբար գործող աշխատանքային իրավունք, ճիշտ է։ Այո։ Բայց մնացած բոլոր մարդիկ, ոնց հասկացա, կարող են դիմել Գոյություն են, այո, բազում ծրագրեր։ Նայ, օրինակ Հայաստանում էլ կան բանկային կազմակերպություններ, կան նաև բանկեր, մեկը ինձ համար այդքան էլ պարզ չէ, ես կուզեմ դու էլ պարզաբանես, արդյոք ստեղ կոնկրետ բանկերին պետք է դիմել, թե ինչ որ ֆինանսական հաստատությունների, որն է ավելի ձեռնտու եւ ինչ կրիտերիաներ կան, ինչով են առաջնորդվում ու առհասարակ քաղաքացիները ինչ պետք է ունենան, որպեսզի կարողանան առաջի քայլ կատարել դեպի վարկ ձևակերպելը։ Տարբերությունը նրանում է բանկերի եւ մյուս բոլորն են բանկեր, բայց գոյություն ունի հիմնական եւ երկրորդային բանկային համակարգ։ Հիմնականները նրանք են, որոնք բոլորս գիտենք, Bank of America, Chase եւ Մեզ հայտնի այլն, բանկերը։ որոնք անում են այո տների լոներ։ Հիմնական պրոգրամները իրանց կախված է pay stub, W2, tax return, 1099, այսինքն պետք է ձեր ֆայլ արած կամ ունեցած income-ը լինի documented եւ ունենաք բավարար income իրենց դիմելու համար։ Բայց երկրորդային մարքետը արդեն վերաբերում է wholesale loan-երին, որոնք կազմված են բազմաթիվ ինվեստորներից, գոյություն ունեն հարյուրավոր բանկեր, որոնք ոնց որ վարակույրի հետևում են այդ ամեն ինչը անում, ու իրանք ունեն ավելի flexible են, այսինքն ունեն ավելի շատ քանակի պրոգրամներ, հա, ծրագրեր, սկսած հենց tax return-ներով վերջացած մինչև ծրագրեր կան, որոնք քեզ օգնում են qualify-անես հենց օրինակ տուն ես առնում, որը կարես վարձով տաս, քո տված վարձը փակի հենց mortgage-ը, ուրիշ ոչ մի փաստաթուղթ պետք չի։ Հետաքրքիր, այդ դեպքում արդեն դու կարիք չունես քո հարկերը ներկայացնելու, կարող ես ընդհանրապես քո եկամուտը ցույց տաս, տարեկան կամ ամսական, եւ քեզ բավարարեն տրամադրեն վարկ։ Այո, էլի գոյություն են բազմաթիվ ծրագրեր եւ թղթաբանությունը եւ tax return-ներով եւ ոչ tax return-ներով, որոնք օգնում են շատ մարդկանց այսօր դառնալ տանտեր։ Ուրիշ կարևոր հանգամանք, դե բոլորս էլ գիտենք, որ շատ կարևոր է ԱՄՆ-ում այդ score ասվածը, credit score, քո ոնց որ կրեդիտային պատմությունն է։ Տուն գնելու համար կա ինչ-որ սանդղակ, որ կոնկրետ սրանից ներքև հաստատ չարժել մտածել անգամ եթե դու ունես շատ լավ հարկեր վճարված։ Այդ մի քիչ ցավոտ թեմա է մեր հայերի հետ կապված կրեդիտային համակարգը, որովհետև բոլորը կարծում են այն credit score-ը, որը ցույց է տալիս իրենց բանկի հաշիվը կամ ինչ-որ third party experience-ը կամ credit karma-ն, դա է իրանց score-ը։ Երբ որ հասնում են mortgage-ներին, մարդիկ qualify-ն իրենց միջին FICO score-ով։ Այսինքն 3 բյուրոներից միջին score-ը։ Դա կարող է չհամապատասխանել իրան, ինչը որ իրանք տեսնում են online հարթակներում։ Եվ բնականաբար ավելի ցածր լինի, ոչ թե բարձր։ Եվ բնականում ավելի ցածր, հիմնականում ավելի ցածր է, քան ինչ որ տեսնում են իրենք։
ու երբ որ արդեն փուլ ենք անում credit-ը ու տեսնում ենք ավելի ցածր է, մարդկանց ռեակցիան միշտ նույնն է լինում, բա իմ մոտ այսքան է ցույց տալիս, շատ ավելի բարձր է լինում։ Ու ինչի են օգտագործում credit score-ը loan ձևակերպելու մեջ, ինչքան բարձր credit score-դ, այնքան ավելի ցածր ու ավելի լավ քո թրմերը լոնի։ Այսինքն 700-ից վերև ու 700-ից ներքև հսկական տարբերություն կա լինի տոկոսի մեջ, նաև 720-ի ու 740-ի միջև կար այդ տարբերությունը լինի, 740-ի ու 760-ի մեջ կար այդ տարբերությունը լինի։ Տոկոսը կախված է լիքը բաներից, այդ թվում նաև քո credit score-ից, այո։ Ես օրինակ լսել եմ, որ տոկոսը նաև կախված է, որ տոկոս են ֆիքսում, որը հիմա օրինակ նաև այդ խոսակցությունները պատտվում են, որ 7% է լոները refinancing-ի համար կամ տուն գնելու համար, դու ասում ես, որ կախված է նաև score-ից։ Իսկ ինչն է, որ շուկայում պատտվում է այդ հստակ ֆիքսված գումարները, որ ասում են 6%, 7% կամ կան loan officer-ներ, որոնք հայտարարում են բացեի բաց, որ եկեք, մենք 3%-ով ձեզ կբերենք loan։ Այդ ոնց բացատրենք։ Ուրեմն սկսեմ նրանից, որ գոյություն ունի ընդհանուր rate, որը որոշվում է Fed-երի կողմից, բայց դա կարա չհամապատասխանի այն տոկոսին, որը կարող ես ստանաս դու, որովհետև քո տոկոսը կախված է քո սցենարից, այսինքն ինչ program ես օգտագործելու, ինչ income ունես, ինչ չափի է քո loan-ը, ինչ ձևի տուն ես առնում, score-դ, credit score-դ ինչքան է, եւ երևի կանխավճարը Եվ իհարկե կանխավճարը, այո։ Այսինքն ամբողջ loan-ի structure-ից է կախված, թե ինչ տոկոս կստանաս դու։ Մարդիկ, ովքեր գովազդում են rate տոկոսներ, որոնք չլսված են։ Ես ինքս լսել եմ բազմիցս։ Նախ դա անօրինական է։ Սկսենք այդտեղից։ Երկրորդն էլ ոչ մեկ չի կարա հաստատ իմանա, թե դու ինչ տոկոսի qualify կլինես։ Կամ օրինակ մարդիկ կան Redfin-ով կամ Zillow-ով իրանց տոկոսն են հաշվում, չէ՞, օրինակ կա տենց ծրագիր, որ դնում են down payment-ը այսքան է։ Այո, ներքևում ավտոմատ կալկուլյատոր։ Այսքան, հա, մոտարապես rate են քեզ տալիս։ Շատ մարդիկ դրա վրա հիմնվելով գալիս են մեր մոտ ու զարմանում են, որովհետև շատ ուրիշ բաներից է կախված քո տոկոսը։ Նախ այդ website-ը չգիտի, թե դու ինչ ձևի income ես օգտագործելու։ Website-ը չգիտի քո score-ը, website-ը չգիտի քո income-ը։ Այդ մոտավորապես հաշվար կա, հա, սենց ասեմ։ Որը իրականության վրա չի համապատասխանում Որը շատ անգամ։ հիմնականում չի համապատասխանում իրականությանը, այո։ Մեր ջան, խոսեցինք կանխավճարներից, այդ շատ էլի կարևոր հարց է, որովհետև շատերս հավաքում ենք ինչ-որ X գումար եւ մտածում ենք, սա բավարար է, դե բոլորին հայտնի է, որ 20%-ը պարտադիր է, բայց նաեւ շատերին հայտնի է, որ կա 5%-ով ծրագրեր, 10%-ով։ Երկու հարց կուզեմ քննարկես, նախ ինչ խորտ կտաս, ինչքան ճիշտ down payment-ը անձի համար եւ արդյոք կան հիմա ծրագրեր, որոնք թույլ են տալիս ցածր տոկոսադրույքով down payment այդ կանխավճարը անել եւ ունենալ բնական Միշտ խորհրդատրվում իհարկե դնել հնարավորինս շատ down payment, որովհետև քո loan amount-ն արդեն քիչանում, ըստ որի քո ամսական վարձը տա քիչ, նաև չի մտնում mortgage insurance-ներ քո 20%-ից ներքևի համար, եւ 10-ից ներքև նաև պարտադրվում է, որ դու քո property tax-ն ու insurance-ը ամսական վճարես։ Եվ ոչ թե տարեկան, Եվ դա էլ ոչ ասենք, թե որտեվ երևի տարին շատերը երկու ովքեր անգամ կամ տարեկան, այո։ Շատ կուզեի խոսել այդ 5%-ների մասին, որովհետև շատ եմ լսում online, որ այդ են գովազդում։ Այո, 5% ուսանողներին 5%-ով down payment կանխավճարով բնակարան, ծրագրեր 0%-ով ընդհանրապես, որ պետության կողմից են ֆինանսավորվում։ Եթե կարող ես այդ ամեն ինչի մասին խոսել, շատ լավ կլինի։ Սկսեմ դրանից, որ ցանկացած government program ձեզնից պահանջելու է 2 տարվա ֆայլ արած բավարար income, այսինքն tax return W2։ Հարկերը։ Հա, պետք է լինի մարդկանց առաջին տունը, հիմնական ծրագրերը տենց են, ու պետք է լինի մարդկանց հենց իրենց ապրելու տունը։ Okay։ Վերաբերվում է նայած որ county-ներին ու վերաբերվում է նայած ինչ արժեքի տուն ես առնում, այսինքն չես կարող 0 down-ով գնաս միլիոնանոց տուն առնես Burbank-ում Կամ Beverly Hills-ում։ կամ Beverly Hills-ում, եթե կգտնեն միլիոնանոց տուն, բայց իմաստը սրանում է, այսինքն ձեզից պահանջում են հատուկ income, որը չգերազանցի ինչ որ մի չափ, ու չլինի այդ չափից քիչ։
Այսինքն տեսեք ինչքան է փոքրանում պահանջները ինչքան շատ են, ինչքան է փոքրանում qualify եղած մարդկանց քանակը։ Նորից նախ պետք է ունենաք file արած income, որը բավարար է, ու շատ բայցեր կան այդտեղ։ Դրա համար Ես երևի թե մեր հայերը, ովքեր ցանկանում են տներ գնել Բերբանկում, Գլենդենում, բնականաբար հայաշատ թաղամասներում, ավելի դժվար կբավարարեն եւ դե գաղտնիք չէ, մենք չենք սիրում հարկ վճարել, չէ՞։ Հայերն չեն սիրում հարկ վճարել։ Մեր հայերին դա ընդհանրապես չի վերաբերվում, նախ մեր տարածքներին չի վերաբերվում, որովհետեւ մեր մոտ արժեքները շատ բարձր են իրենց requirement-ներից ու բացիներից այո, ոչ բոլորը ունեն file արած tax return, բայց այդ մարդկանց համար հենց գոյություն են ծրագրեր, որոնք էլի հեշտությամբ իրենց օգնում են առնել տուն։ Մեր ոլորտում ծրագրերը փոխվում են օր-օրի, այսինքն այն ծրագիրը, որ ես կարող ունենայի անցած շաբաթ, այսօր կարողա չունենամ, որովհետև կախված է բանկերից, բանկերն էլ նայում են էկոնոմիկային, թե ինչ է կատարվում, որ ծրագիրը պահեն, որ ծրագիրը թողեն, անցած տարվա ծրագրերով, որոնք օգտակվել են մարդիկ մինչև անցած տարի, այսինքն COVID-ից մինչև անցած տարի գոյություն ունեին 5% ծրագրեր, որոնք ավելի հեշտ էին ու օգնում էին մարդկանց դառնալ տանտեր, բայց այսօրվա դրությամբ այն 5%-ները, որոնք որ մնացել են, շատ requirement-ներ ունեն, շատ բայցեր կան այդ 5%-ների հետևում։ Պահանջներ են դրել։ Այսինքն ես շատ եմ տեսնում, որ գովազդում են 5% դան առանց ոչ մի income documentation։ Այո, ես ինքս էլ եմ տեսել։ Այո, բայց երբ որ հասնում ես այդ մարդկանց մոտ, լիքը բայցեր է գալիս առաջը, որովհետև ես չեմ ընդունում, ոչ թե չեմ ընդունում, այլ իմ համար կարևոր է մաքուր ու legal process-ը լոնի։ Իսկ քեզ ինչ են գովազդում, միգուցե սխալ չհնչեմ իհարկե, բայց ամենաճիշտ տարբերակը այդ իհարկե legal ձևով ամեն ինչ անելն է։ Չգիտեմ իրականում ինչեր է այնտեղ գնում, բայց այն ինչով վերաբերվում է 5%-ների, դու պետք է իրոք qualify անես, որովհետև ծրագիրը պահանջում է քեզնից սովորականից շատ ապացույց, ինչը վերաբերվում է քո income-ին։ Իսկ որպես հենց այս բիզնեսի մեջ գտնվող անձ, ունես ինքդ քո բիզնեսը, չես կարծում, որ միգուցե այդ գովազդները մի ինչ-որ նպատակ հետապնդում են, միգուցե հենց մեր հայ community-ն դիմում է իրենց եւ ինչ-որ փաստաթղթերի ձևակերպման արդյունքում ունենում են իրենց բնակարանը եւ իրենց համար միևնույնն է այս ճանապարհը ոնց են հասել։ Կարևորը օրվա վերջ ունեն իրենց բնակարանը եւ հաշվի առնելով այսօրվա շուկան ինչը կատարվում է Լոս Անջելեսում, որ դու վարձ կարող ես տաս այնքան գումար, ինչքան որ դու օրինակ ունենաս բնակարան եւ տաս քո վարկի վարձը, mortgage payment, այսպես ասած։ Երևի սկսեմ նրանից, թե ինչ են գովազդում այդ ծրագրերը։ Երևի հայտնիություն ձեռք բերելու համար կամ ինչ-որ լայքեր կամ viewer հավաքելու համար, կամ հենց լինում է չէ, որ գնում ես ինչ-որ մեկին այս պրոգրամով ստացվում է, որ դու qualify չես, բայց գոյություն ունեն SSS ուրիշ պրոգրամները ձեր համար, եկեք մենք կձևակերպենք, երևի այդ լոգիկան է դրա հետևում։ Նախ մյուս հարցին պատասխանեմ, թե այո, վարձերը թանկացել են այսօր, այո, վարձերը շատ թանկ է այսօր LA-ում, համեմատած անցած 5 տարի առաջվա կամ 10 տարի առաջվա, գնել թե չգնել, հիմնականում ես իհարկե խորհուրդ եմ տալիս անպայման, եթե ինչ-որ մի ձև հնարավորություն կա, գումար ներդնել անշարժ գույքի մեջ։ Եթե ունեք stable income, հավաքած down payment, միանշանակ խորհուրդ կտամ հենց գնել, ոչ թե վարձել, որովհետև ձեր գնաց տունը նախ դուք կվճարեք եւ principal գումարից կիչնի, այդ loan-ի գումարից կիչնի, բացի դրանից տունը կգնահատվի եւ դուք դրա վրա կունենաք նաև equity, որ հետագայում տարբեր նպատակներով այո, կարող եք օգտագործել, իհարկե։ Իսկ երբ որ վարձում ես, դու փակում ես ուրիշի mortgage։ Իսկ գիտեմ այդ հարցը քեզ երևի շատ են տալիս, բայց ինչ է կատարվում Լոս Անջելես County-ում կամ առհասարակ Կալիֆոռնիայում, ինչ ծրագրեր են նախատեսվում եւ արդյոք սպասվում է տան գների անկում, որովհետեւ շատ են խոսում, որ տան գները կիչնեն անպայման կամ եթե չիչնեն, գոնե այլոների տոկոսները կիչնեն անպայման, ոնց որ եղավ վերջի անգամ 2021 թվականին, եթե չեմ սխալվում։ Ինձ առօրյայում ամենաշատ տված հարցերից մեկն է այս վերջին ժամանակները, թե ճիշտ է որ իջնելու է, ճիշտ է որ իջել է արդեն, ճիշտ է որ ոչ մեկ չի առնում, մենակ բոլորը սկսել են ծախել։
սենց ասեմ, այս պահի դրությամբ, հենց այսօրվա դրությամբ, բոլորը սպասում են էկոնոմիկայի ստաբիլությանը։ Այսինքն այդ անորոշ վիճակից հիմնականում first time home buyer-ները ռիսկ չեն անում տուն առնել կամ իրանց հավաքած ինչքան էլ որ հավաքել են, այդ գումարը դնել տան մեջ, որովհետև իրանց ասելով չգիտես ինչ կլինի, մեղադրելու չի իհարկե։ Հիմնականում առնում են մարդիկ, ովքեր արդեն գնել են տներ, հա, իրանց երկրորդն է, երրորդն է եւ այլն, արդեն մարքեթին ծանոթ են եւ երևի 99% առնողները հենց երկրորդ, երրորդ տներն է, որ առնում են մարդիկ։ Վախը կա հիմնականում first time home buyer-ների մեջ, ինչի այսօր ավելի շատ տուն դուրս գալիս մարքեթ, որովհետեւ նույն լոգիկայով մարդիկ այս պահին ռիսկ չեն անում գնան այդ քայլին։ Համ տան արժեքներն է այս պահին բարձր, համ տոկոսները։ Այս տեսակ մարքեթը օրինակ հնարավորություն է տալիս քեզ negotiate անել, այսինքն չես կարող օրինակ հա այն վայրերում, այն քաղաքներում, որոնք որ այդքան էլ դիմենդի մեջ չեն, հնարավոր է գին գցել, այդ գին գցել ասածը այդտեղ հնարավոր է, բայց տարածքներ կան, քաղաքներ կան, որոնք համարվում են prime location, demand-ը շատ է, պահանջարկը շատ է, մինչև օրս տները վաճառվում են արժեքից բարձր։ Օրինակ Glendale-ը, լականալը։ Օրինակ Glendale, օրինակ Burbank, օրինակ նույն Beverly Hills, շարունակաբար բարձրանում է։ Ստաբիլացել է մարքեթները, որոնք արդեն ուղակի սովորականից բարձր են, օրինակ Pacoima, Arleta եւ այլն եւ այլն։ Բացի դրանից, վերջին 5 տարին, այսինքն COVID-ից այս կողմ, միայն գրանցվում է տան աճ, անկախ նրանից, որ տոկոսները սենց բարձր են, հա։ Ու եկեք չմոռանանք, որ մենք ապրում ենք Լոս Անջելեսում, որը արդեն պահանջված քաղաք է ու county է, ստեղ շատ անհավատալի կլինի, որ տան արժեքը կիջնի մի օր։ Այդ սպասում էին բոլորը, որ COVID-ից հետո պետքա տրաքի մարքեթը, նույն 2008-ի էֆեկտները լինեն, լիքը foreclosure-ներ է հեսա գալու, ես արդեն 5 տարի այդ եմ լսում։ Բայց իրականում մոռանում են, որ մեր ինդուստրին բաժանվում է 2008-ից առաջ ու 2008-ից հետո, այսինքն market crash-ից առաջ ու հետո։ Crash-ից առաջ մարդիկ տուն էին առնում 1% down-ով, առնում էին բացարձակ ոչ մի income ցույց տալով, գոյություն չունեին regulation-ներ, գոյություն չունեին mortgage insurance ասվածը չկար։ Loan officer-ները անգամ license չունեին, լիցենզավորված չէին։ Դու էր կարելի ժամանակ տնից loan անել ինքդ քո համար։ Դա իհարկե մի քիչ աննորմալ էր իրավիճակը։ 2008-ից հետո, այո, սկսեցին ամեն ինչ փոխվել, պարտադրեցին բոլորին լիցենզավորվել, մտան արդեն գործունեության տարբեր ռեգուլյացիաներ, որոնք այսօր կառավարում են mortgage ինդուստրիան, հա, շատ քիչ foreclosure-ներ եղան COVID-ից հետո։ Այո։ Ու պայմանավորված էր հենց նրանով, որ առաջ 2 ամսում կարայի foreclose անեին տունդ, վարձ կամ mortgage տալու պատճառով, իսկ այսօր դա կարա ձգվի մինչև անգամ 4 ամիս ու գոյություն են forbearance ասվածը, I'm sure COVID-ից լիքը մարդիկ օգտվեցին դրանով, որ կարող ես կանգնեցնել քո payment-ը ճգնաժամի ժամանակ, կամ կավելացնեն loan-իդ վերջում, կամ ինչ-որ մի ձև հետ կտաս, հետո ավելի մեծ payment-ներով կբաժանեն 30 տարվա payment-ները կբարձրանան, բայց օգնում են ոսովա դրությամբ բանկերը, որ դու չկորցնես տունը։ Mortgage insurance-ը հենց այդ նպատակով է 20%-ից ներքև mortgage insurance-ը դրվում է, որովհետև դու արդեն համարվում ես որոշ չափով ռիսկային borrower, ու mortgage insurance-ը հենց պաշտպանում է lender-ներին, որպեսզի foreclose չլինեն։ Հենց այդ պատճառով էլ foreclosure-ներ եղել են, ինչի՞ չէ, եղել են այն օրինակ Palmdale-ում, Lancaster-ում օրինակ չէ, որտեղ որ մարդիկ գնել են հենց այդ 5% down-ով պրոգրամներով, ինչ-ինչ նպատակներով։ Բիզնեսը չի կարողացել առաջ գնալ եւ այլն, տունը foreclose է եղել։ Բայց residential area-ներում դուք եք ասում, այսօր արդեն վարձերը այնքան է բարձրացել, շատ աննկարագրելի շատ։ որ ավելի ձեռք է տալիս տուն առնել ու mortgage տալ, եթե անգամ mortgage-ը ավելի բարձր է, քան վարձել, որ գոնե գիտես քո տունն է ու քո համար ես այդ անում։ Քանի որ իմ podcast-ի նաև իմ
կարևոր հիմքերից մեկը հենց իմիգրացիան է։ Ես փորձում եմ դիտորդին ցույց տալ, որ ցանկացած անձ, ցանկացած ժամանակ եւ ցանկացած տարիքում տեղափոխվելով ԱՄՆ միևնույն է ունի հավասար շանսերը, հնարավորությունները կայանալու, առաջ գնալու եւ ինքնուրույն ստեղծելու իր ապագան։ Համաձայն ես, չէ՞, ինձ հետ։ Անպայման։ Եվ եթե դեմ չես, ես ուզում եմ մի փոքր դու էլ պատմես քո իմիգրացիոն պատմությունից, որովհետև հիմա միգուցե էկրանի այն կողմում մարդիկ կան նստած, ովքեր ապագայում ցանկանում են դառնալ loan officer, realtor, եւ չեմ պատկերացնում, որ դու ինքդ այստեղ չես ծնվել, եւ ես տեղյակ եմ, որ տեղափոխվել ես բավականին արդեն կարելի ասել մեծ տարիքում, դե 16 տարեկան ամեն դեպքում մեծ չէ, փոքր չէ, շատ մեծ է չէ, բայց չես ծնվել այստեղ։ Ինչ հետաքրքիր մի բան կպատմես քո իմիգրացիոն պատմությունից։ Սկսեմ նրանից, որ ստեղ եկել ենք մենք green card-ով, այսինքն ես չգիտեմ այդ asylum, ինչ որ սահմանասել տեսաներ չգիտեմ։ Իմ համար այդ օտար թեմա է, բայց կարամ ասեմ, որ իհարկե չեմ գովազդում ԱՄՆ-ն, ես բայց շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Չեմ ուզում իրականում ցավալի թեմա է մի քիչ, որովհետև այո, հնարավորությունները բազմաթիվ են առաջ գնալու համար, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր ունեն նպատակներ, նպատակասլաց մարդկանց համար, հա։ Այո։ Loan officer դառնալ եղել է շատ պատահական։ Կրթությամբ դու Կրթությամբ ես դիզայներ ճարտարապետ եմ, որ ընդհանրապես կապ չունի լոնի հետ։ Միշտ ուզել եմ տների մեջ լինեմ, տների դիզայնի եւ այլն, բայց ավարտելուց հետո ուզեցի ինչ-որ desk job ունենամ, որ թղթաբանություն անեմ, կողքից մինչև իմ portfolio-ն ոնց որ շատացնա։ Հավաքի, այո։ Ու նենց եղավ, որ այդտեղով real estate ու loan-ի office։ Ու որոշեցիր մնաս այդ բնակավարում։ Ու որոշեցի ես մնալ, Եվ չես Այո։ փոշմանել։ Դեռ ոչ։ Չէ, ուսանք չես փոշմանի։ Վերջան հարց ունեմ։ Օրինակ, լավ, ես հավաքել եմ 100,000 ԱՄՆ դոլար, գտել եմ համապատասխան down payment-ով կանխավճարով բնակարան, բնականաբար ոչ սեփական տուն, մի քիչ հեռվում, բայց արդյոք այդ 100,000-ն է, որտեվ հենց դա հաշվարկել եմ, որ պետքա լինի իմ տան կանխավճարը եւ վերջ, բայց ունեմ ես այլ ծախսեր, ինչ ակնկալեմ, այդքանն է, դե բնականաբար հանած կահույք եւ մնացած այլ բաները։ Հենց կապված loan-ը փակելու հետ եւ միգուցե այլ ծախսեր, որից ես տեղյակ չեմ։ Շատ հարց է։ Քանի որ մարդկաց մոտ տպավորություն է, որ միայն down payment-ն է, որտեղ շատ է քննարկվում, քանի տոկոս down payment պետքա դնես եւ այլն, մարդիկ չգիտեն, որ գոյություն ունի նաեւ closing costs, այսինքն վճարներ, որոնք պետքա արվի բանկային այդ loan-ի process-ի համար, հա, որի մեջ մտնում է escrow, title insurance, մտնում է նոտարի fee կամ օրինակ գնահատման փողը տան, որտեղ refinance-ի, թե purchase-ի դեպքում դու պետքա տունը գնահատես։ Այո։ Իսկ ինչ վերաբերվում է օրինակ loan-ը բերելու համար fee տալու կամ loan-ը structure անելու համար, թեկուզ իմ fee-ն կամ office-ի fee-ն, դա կախված է ծրագրից, կախված է structure-ից, հիմնականում fee-ն վճարվում է բանկի կողմից, էլի կախված է ինչ ձևի պայմանավորություն ունես հաճախորդի հետ։ Մեր բազմաթիվ ճյուղեր կան, բազմաթիվ բաներ կան, որ իհարկե մեկ հաղորդման մեջ չեմ կարող ամեն ինչ քեզ հարցնել, Ես էլ։ բայց կուզեմ դու ինքդ ասես, արդյոք քո մոտ կոնսուլտացիա ասված է անվճար է, վճարով է եւ եթե վճարով է, ինչ կարժենա, որպեսզի այն անձինք, ովքեր հետաքրքրված են, կարողանան զանգահարել քեզ ու գալ քո մոտ կոնսուլտացիայի։ Okay։ Մեր ոլորտում համարվում է անօրինական charge aնել consultation fee։ Կամ Կամ ինչ որ fee, կապ չունի ինչ fee, բացի credit report-ի fee-ից։ Այսինքն միակ fee-ն, որ ես կարամ upfront charge անեմ, դա credit report-ի fee-ն է, այսինքն fee, որ ես իրանց credit-ը pull անեմ, նայեմ, որ իմ structure-ի մեջ ճիշտ կարողանամ օգտագործեմ։ Դրանից բացի ուրիշ fee մենք իրավունք չունենք charge անենք, այնպես որ այո, անվճար է, բոլորը կարող են դիմել, գաղափար կազմել, թե ոնց պլանավորել ճիշտ, ենթադրենք մյուս տարին ուզում առնեն, ոնց պետք է պատրաստվել դրան, կամ այսքան գումար ունեն, արդյոք կարան այդ օգտագործեն առնելու մեջ, կամ ինչ կարան առնեն, բնակարան, թե house, որ քաղաքում, կարող են առնել իրենց անունով, թե իրենց երեխաների անունով, թե այդ լիքը հարցեր կան ու topic-ները շատ են քո հետ, դրա համար ընդհանուր եմ խոսում այս պահին։ Այ մասի հարց կառաջանալի մոտ երեխաների անունով ոնց պետքա տուն առնեն։
միֆ Կարճ կա եղեք։ տենց, որ նախ պետքա 18-ից վերև լինեն, սկսենք նրանից օրենքով, Ահա, որպեսզի կարողանան առնեն։ Բացի դրանից միֆ կա, որ ծրագրեր գոյություն ունեն հենց ստուդենտների համար, ահա, բայց ցանկացած լոնի դիմելու դեպքում դու պետք է ունենաս եկամուտ։ ահա, Եկամուտի հիման վրա են քեզ տալիս այդ 100,000-ավոր դոլարները որպես Վարկերը, վարկի այո։ տեսքով, հա։ Որպես ստուդենտ ինչի հիման վրա քեզ պետքա տան։ Եթե ավարտել ես 1 տարի առաջ եւ ունես դիպլոմ ու քեզ պետքա 2 տարվա աշխատանք, Ահա, բանկերը թույլ են տալիս օգտվել 1 տարվա եկամուտով եւ օգտագործել քո սովորած տարիները, բայց Ահա, պետքա ցույց տաս քո ավարտած արդեն դիպլոման։ եւ ամեն դեպքում եկամուտ։ Այո, Պարզ է։ բավարար եկամուտ։ Մեր ջան, ինչ որ մի բան կա, որ կավելացնես, որը օգուտ կտանք մեր հայ ազգին, մեր դիտորդին, մեր համայնքին։ Ուզում եմ ավելացնել, անկախ դժվարությունների, անկախ ոնց են եկել, ինչ ձև չի, գիտեմ, որ շատերը գալիս են ստեղ շատ ժամանակ իրենց Ոչ լավ կյանքից։ ոչ լավ կյանքից, բացի դրանից նաև գալիս են ստեղ արդեն ինչ-որ որոշակի գումարով, թե Այո։ այնտեղ իրենց ունեցվածն են վաճառում, թե ինչ էր անում, բայց շատ մարդկանց մտքին կա, թե ինչ անել այդ գումարի հետ, որ Իհարկե։ չկորի, չծախսվի, չգնա։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս ներդրումը կատարել հենց real estate-ի մեջ, Ահա, որովհետև ամենաապահով տեղերից մեկն է, որ կարաս ներդրումդ կատարես ու երաշխավորված է, որ նախ քո գնացը կունենա աճ, երկրորդն էլ դու պակասի։ միշտ կարող ես access ունենալ Իսկ որ այդ նահանգում, գումարին։ Կալիֆոռնիա թե կապ չունի, ԱՄՆ-ում ներդրում կատարել։ Ինչքան է որ Կալիֆոռնիայում դժվար է, ստեղ միշտ appreciate լինում, այլ եմ ասում, տարածքից է կախված, որովհետև Բնականաբար։ մանավանդ Լոս Անջելեսում գները չեն իջնելու իմ կարծիքով, հակառակ ավելի են բարձրանալու, այսինքն աճա ավելի քո equity-ին, որը կարաս հավաքես, ավելի երաշխավորված է այստեղ։ Բայց այո, գոյություն են ուրիշ նահանգներ, որտեղ մենք էլի անում ենք լոներ, բոլոր նահանգներում իհարկե, կապ չունի որտեղ։ Կարևորը Իրականում գույքը ներդնես կարևորը ինչ-որ ներդնես անշարժ գույքի մեջ, հողի մեջ, եւ վստահաբար հաջողակ կլինես։ այո։ Շնորհակալ եմ մեր ջան, մենք վստահաբար կունենանք հետևորդներ, ովքեր կուզենան դիմել քո ծառայություններին, խնդրում եմ ես անպայման մեր ոդքասթի ներքևում կդնեմ Մերի Մաթևոսյանի ինֆորմեյշնը, բայց ես ունեմ մի կարևոր հարց, որ որոշել եմ այս սիզոնին բոլոր իմ հյուրերին հարցնել։ Այդ թե դու հնարավորություն ունենայիր 1 օրով լինել ԱՄՆ նախագահ, ինչ օրենք կընդունեիր կամ ինչ կփոխեիր։ Վայ, շատ բարդ հարց է, Գիտեմ։ բայց շատ բան կփոխեի մի օրում, Ցավոք շատ մի բան օր։ կփոխեի, բայց երևի պատասխանեմ հենց մասնագիտական, հա։ Այո։ Կաշխատեի ամեն գնով տոկոսների իջացնել, որտեղ արդեն ժամանակն է։ Շատ մարդիկ սպասում են վերաֆինանսավորմանը։ Երևի դա հնարավորինս շուտ, հնարավորինս շատ կիջացնեի տոկոսները։ Շնորհակալ եմ մեր ջան, որ այսօր հյուրընկալվեցիր ինձ հյուրեղար։ Ես քո ինֆորմացիան շնորհակալություն։ կթողնեմ մեր ոդքասթի ներքևում եւ հուսով եմ շուտով նորից կհանդիպենք։ Անպայման։ Կարող են դիմել ինձ ամեն հարցով կաշխատեմ օգնել։ Վստահ եմ։